Արդյոք արտամարմնային բեղմնավորումը կամ ձվարանների խթանման ժամանակ կիրառվող դեղորայքը կնոջ օրգանիզմում կարող են հանդիսանալ քաղցկեղի առաջացման պատճառ։ Սա ամենատարածված միֆերից է, որը կարող է լսել իր գործունեության ընթացքում յուրաքանչյուր ռիպրոդուկտոլոգ բուժառուների կողմից։ Արտամարմնային բեղմնավորման ժամանակ յուրաքանչյուր կին անցնում է մանրամասն ստուգում թե կրծքագեղձի, թե ձվարանների և թե գրեթե բոլոր օրգան համակարգերի կողմից։ Իսկ ձվարանների խթանման ժամանակ կիրառվող պրեպարատները բացառապես ազդում են ձվարաններում ֆոլիկուլների աճի համար։ Ֆոլիկուլների կողմից արտադրվող էստրոգենների քանակը, չնայած նրան, որ լինում է բավականին բարձր, միևնույն է, չի կարող առաջացնել նոր քաղցկեղային գործընթաց։ Բացի դրանից, օրգանիզմում կա շատ բոլորին հայտնի ֆիզիոլոգիական վիճակ, որի դեպքում կնոջ օրգանիզմում արտադրվող էստրոգենների քանակը բավականին բարձր կարող է լինել, եւ դա տևի 38-ից մինչև 40 շաբաթ։ Խոսքը հղիության մասին է։ Այսպիսով, արտամարմնային բեղմնավորումը չի կարող հանդիսանել կնոջ օրգանիզմում քաղցկեղի առաջացման պատճառ։ Հանգիստ սկսեք ձեր արտամարմնային բեղմնավորման պրոտոկոլը առանց որևէ լրացուցիչ վախերի։ Հետևեք ինձ ավելին իմանալու ձեր վերարտադրողական առողջության մասին։